Արմատ մեդիայի բացառիկ կադրերում Լարսում անելանելի վիճակում հայտնված և ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդներն են։ 22 օրա մեքենայի մեջ քնում է։ Այդ կառավարությունից մեկը թող գա, 22 օր այդ մեքենայի մեջ քնի։ Տենամ հարմար, ոնց է կազմակերպում, ավտոյետերը փող ուղարկում, այդ մարդը ճաշան ուտում է, բաղնիքը ապրում, մեքենայի մեջ ապրում 22 օր։ Ինչ իմանար հայ գյուղացին, որ երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին եկավ Հայաստան ու հենց Հայաստանից եվրոպական երկրներին կոչ արեց պատժել Ռուսաստանին, դրանից տուժելու է ոչ թե Զելենսկուն ծափահարող Նիկոլ Փաշինյանը, այլ հենց իրենք են քաղելու Զելենսկու այցի դառը պտուղները։ Փակվել են դռներ նաև Ուկրաինայի կողմից։ Հայաստանից գնացած պղպեղով բեռնված բեռնատարը Ուկրաինայի սահմանից հետ են ուղարկել։ Ասում են հայկական պղպեղը վարակված է TRIPS խիստ վնասատու միջատով։ Վերևից պետք է ամեն ինչի պատասխանները տան։ Վերից պատասխան տվողը Նիկոլ Փաշինյանն է։ Նրա պատճառով գրեթե թշնամական են դարձել հայ-ռուսական հարաբերությունները, եւ դա այն դեպքում, երբ հայկական գյուղմթերքի 80%-ը արտահանվում է հենց Ռուսաստան։ Կայնյակով եկել է մի ամիս աստեմ, հիմա զանգի ասում են արեք մեքենան հետ տարեք Հայաստան։ Մեր պետությունը որ ասում է հիմա արտահանում ենք Եվրոպա, արտահանում ենք ծաղիկը Եվրոպա, բայց իրենք չեն մտածում այդ 12000 մեքենա կա Հայաստանում, բայց 12000 մեքենայի տերերը ու վարորդները ինչ են անելու։ Վերին Լարսի տարածքում եւ անցակետից մի քանի կիլոմետր լայն կողմ Ռուսաստանի տարածքում հայկական բեռնատարերի վարորդները պատմում են օրերով, երբեմն ամիսներով սպասում են։ Մեկ բեռը փորձաքննության են ուղարկում, մեկ կրկնակի ստուգման։ Շատերն այդպես էլ Ռուսաստան չեն հասնում։ Կան վարորդներ, որ պետք է հեսա մի 2 օրից կամ այսօր կամ վաղը աբրատնի հետ գնան։ Իրանց պատասխաններն էլ այտենց է եկե։ Որ հանկարծ իրենց խնդիրներից էլ խոսում դժգոհում են, վարորդներն ասում են, ռուս սահմանապահները հստակ ժեստով կոնկրետ հասցե են ուղղորդում։ Մի բան խոսում ես, ասում է ոտ տակ ձել է։ Մրգով, բանջարեղենով, ծաղիկներով բեռնված մեքենաների վարորդները փչացող բեռներով էլ Լարս չեն հասնում։ Ասում են, որ օրերով չսպասեն, ապրանքն էլ շարքից դուրս չգա։ Այստեղ հասել են լուրերը։ Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տալիս տնտեսվարողներին, որ եվրոպական շուկաների դռները թակեն։ Իսկ ինչպես են այդ բեռները Եվրոպա հասնելու, ինչ ճանապարհով, հարցնում են վարորդները։ Գյուղացին չարչարվում է առավոտի ծիրիկուն արևի տակ, որ իր միրգը արտահանի ինչ-որ մի բանի հասնի, թե պետության համար թե ընդհանրապես գալու են ամեն երկրորդը արդեն 10 մոտր ու էդի արդեն գալիս է 20000 օր։ Գալիս է գյուղացին է տուժում, փոխադրամիջոցն է տուժում ու ամեն ինչ, արդեն մեր պետությունն էլ է տուժում։ Պետք չէ արտահանվի, որ ինչ-որ բյուջե գումար մտնի կամ այլ ծախսեր էլի։ Ամեն ինչ կախված է գյուղից։ Այս սուբսիդիա բերեք 4 հատ ֆիրմա բացենք մեծ ծաղիկի, այդ 4 օկին փողը տանք, ասենք, պետություն տվել են, փողը տվել են, ձեները կտրեք նստեք, բայց 12000 մեքենա կա, բայց 12000 մեքենան ինչ են անելու։ Հայաստանում այդ 12000 մեքենան ինչ են անելու, վարորդները ինչ են անելու։ Դրա մասին թող մտածեն։ Ոչ թե սուբսիդիա ենք անում, սուբհարեք։ Տանում են, թող մեզ էլ անեն։ Մեզ է թող սուբսիդիա տան։ Ամեն վարորդի թող իր բանը տա, գումարը տա։ Շատերն ուղղակի խուսափում են տեսախցիկից։ Կադրերից այն կողմ են ասում, քաղաքական լուծում պիտի գտնի կառավարությունը։ Ապրուստի միջոց չենք տենում, ներկապային չենք տենում, չկա։ Սկսել են դեպորտ անիլը, զապրետ անիլը։ Եթե ես այսօր չկարողանամ Ռուսաստանից ինչ-որ ապրանքներ մուծեմ Հայաստան, Հայաստանից էլ ապրանք տանեմ Ռուսաստան, տնտեսությունը հավուր ճգնաժամը ապրելու ու չկարողանա ամեն ինչ երևալու է գյուղացու վրան։ Հաստատ կառավարության նստողի վրան ոչ մի բան չի երևալու։ Չգիտեմ թե սա վերջը ինչ է դառնալու էլի։ Իսկ քաղաքական լուծումը չկա ու չկա։ Կան ընդհանրապես խոստումներ, որից հայ գյուղացուն ոչ տակ, ոչ սառը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։